Տղեկ ջան, իրավական հիմքը որն է, ով է։ Ղեկավարը ով է։ Հարգելի հետևորդներ, ոստիկանությունը նշում, որ նոր ուժեր է կենտրոնացնում այստեղ։ Իրավական հիմքը ներկայացրել ենք, դա պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության մասին օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ կետն է։ Կարող եք ուսումնասիրել, սահմանափակումներին ծանոթանալ, եթե հարցեր կլինեն համեցեք։ Շնորհակալ եմ պարզաբանման համար։ Այստեղ ամենաինտրիգային մասը պարոն Մամիջանյանի հետ խոսել եմ արտահայտությունն է, որը ձեր հեռախոսազրույցն է ոչ միայն պարոն Մամիջանյանի հետ, այլ միջև այդ պարոն Դանիելյանի հետ, եւ մենք չենք համաձայնել կասեցնել մեր ակցիան, որովհետև հղում են կանում ոստիկանության կողմից ընդունված ձեր պաշտոնական կայքեջում տեղադրված եւ հետո չգիտես խի հնդածս փոփոխված կարգավորումներին։ Եթե ձեր ասածը ճիշտ է, հարգելի ոստիկան, ապա այդ անվտանգության նկատառումներին այս սալացող մեքենաներն են ավելի շատ խանգարում, թե այս աղջիկներն ու տղաները, որոնք պետքա 5 կմ/ժ արագությամբ քայլեն մայթեզրով։ Խնդրում եմ ասեք։ Ինչու է ոչ միայն հեռախոսազանգի միջոցով ենք մենք դա քննարկել ենք նաև տեղում, երբ հավաքի մասնակիցները մոտեցել են այստեղ, իսկ սահմանափակումները, քանի որ ես արդեն նշեցի, որ օրենքով սահմանված, մենք հրաժարվել ենք այդ կարգավորմանը ենթարկվել, որովհետև այդ կարգավորումը չի բխում ոստիկանության պաշտոնական կայքեջին դրված կարգավորումներից։ Այսքանը որ դուք ինձ հիմա պատմում եք, հարգելի ոստիկան, ինչու գրված չի այստեղ։ Սա ձեր նախարարության, ձեր ոստիկանության, ձեր ծառայության կողմից զետեղված կարգավորումն է, որից մենք տառ ստորակետ չենք շեղվել եւ չենք շեղվելու։ Ինչու չեք կատարում ձեր իսկ գերատեսչության նախապես հայտարարված կարգավորումները։ Իմ խնդիրը շատ պարզ է։ Խի եք հնդածս փոխել այդ կարգավորումները։ Եվ ինչով ենք մենք խանգարում պետական պաշտպանության ծառայության իրականացմանը, եթե կանգնում ենք ճանապարհներին, որոնք այստեղից երևի մի 3-4 մայթերին 3 կիլոմետր հեռու է մարզամերգային համալիրից։ Անվտանգության նկատառումից ելնելով խնդիրը կարող առաջանալ նաև տեղում, դա նաև սահմանվում է գվարդիայի մասին օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով։ Դա կարող եք ուսումնասիրել ժամանակավորապես ներողություն, հարցազրույցի համար չեմ մոտեցել, ես պարզաբանում եմ քաղաքի կազմակերպչին կամ մասնակցին, հիմա ես կպարզաբանեմ, դուք մնացածը կճշտեք։ Հարգելի ոստիկան, այստեղ ձեր տեքստում չկա հետիոտենների հետ կապված որևէ սահմանափակում, հարգելիներս, ցույց տվեք, խնդրում եմ, ուղիղ եթերը պահեք, բացեք ես իմ հեռախոսը ցույց կտամ, ցույց տվեք, բայց դուք խնդրում դա ինքը Քայլեր ներողություն, մեքենա կարող է ասել, դա հարգելի լրագրող, ներողություն եմ խնդրում, նախապես իրազեկում ասվածը քաղաքապետարանի միջոցով նկատի ունեք, իրազեկում չի եղել։ Հրատապ ակցիա է, ինչ իրազեկման մասին է խոսքը։ Հարց ուղղված որ իրազեկված է, դրանն եմ անդրադառնում, ուղղակի, այո։ Բայց 18:00-ի չէ՞ երթևեկությունը սահմանափակվելու։ Ես արդեն պարզաբանեցի, որ անվտանգության նկատառումից ելնելով կարող խնդիր առաջանալ տեղում։ Այո, ես այն կարգավորումը, այն հղումը, որի վրա անում է ի հակառակ իմ հղմանը, նորից կրկնեմ, իմ հղման աղբյուրը պոլիս ներքին գործերի նախարարություն gov.am կայքն է, որտեղ հետիոտների սահմանափակման մասին չկա որևէ կարգ։ Օրենքի հղումը, ինձ օրենքի հղումը չի պետք, ինձ պետք է նախապես իրազեկումը։ Որ դուք օրենքի հղումին ծանոթանաք, ես հիմա կարող եմ ինքս բարձրաձայն կարդալ, դուք լսեք ծանոթանալ։ Հարգելիս, չէ, խնդիրը հետևյալն է։ Ես արդեն պարզաբանված չի, որովհետև ձեր գործողությունները հակասում են ձեր իսկ կողմից իրազեկման գործողությանը։ Դուք իրազեկել եք 1.5 միլիոնանոց Երևանին եւ իր հյուրերին այլ կարգավորումների մասին։ Եվ այս մարդիկ, որոնք այսօր այստեղ են, մի քանի 100 հոգի, այս կարգավորումներին համապատասխան հրատապ կարգով ինքնակազմակերպվել են եւ ուզում են իրենց ձայնը բարձրացնել այս հավաքի հետ կապված։ Ինչու՞մն է խնդիրը։ Մենք արդեն տեղեկացրել ենք, իրազեկել ենք մի քանի անգամ։ Երթուղու մեջ ըստ անհրաժեշտության, եթե ունենք անվտանգային խնդիր հղում անելով համապատասխան հոդվածին, համապատասխան կետին, այս պայմանությամբ որոշակի սահմանափակումներ ունենք եւ գվարդիայի մասին օրենքով եւ իմ նշած օրենքով։ Հարգելիս, գվարդիայի մասին օրենքի մասին այստեղ որևէ հղում չկա։ Երկրորդը դուք այստեղ ասել եք, որ սահմանափակել եք երթևեկությունը։ Մենք չենք երթևեկում, մենք քայլում ենք։
հետիոտնների մայթերով քայլում ենք, հետիոտնների գործողությունների համար որևէ սահմանափակում այստեղ չկա։ Իմ նշած օրենքի մեջ սահմանափակում կա, նույնիսկ տեղում գտնվելու վերաբերյալ։ Նախապես այդ նշված բան աշոտ։ Ոչ, հեսա գրած է։ Հղում է տալիս։ Պարոն ոստիկանը հղում է տալիս իրենց օրենսդրությանը, այդ օրենսդրության վրա որևէ հղում չկա իրազեկման։ Եվ ակնհայտ է, չէ՞ որ այս կարգավորումը կեսից են մոգոն է, որովհետև իմացել են, որ մենք սենց ակցիա ենք անելու, իշխանությունները իմացել են, մտածել են ոնց փագեն, այսպես ասած, մեր ճանապարհը, նորից կրկնեմ, հա։ Մենք կարող էին գնալ մյուս ծայրով մոտենալ մարզամերգային համալիր, բայց այնտեղ մեզ ոչ մեկ չէր տեսնելու մեկ, եւ երկրորդը այնտեղ կան բազմաթիվ այլ ուժեր ու քաղաքացիներ, որոնք այդ հարթակը ի պատիվ իրենց օգտագործում են։ Մենք ուզում ենք այս հարթակը օգտագործել։ Ինչու՞մն է խնդիրը։ Վերաբերյալ կարող եք լրացուցիչ հարցում ուղարկել։ Այսինքն մենք իմացանք, որ մեր ձայնը չասանում, ես հղումի վերաբերյալ չեմ կարող ձեզ պատասխանել, պատասխանեցի։ Հարգելի պարոն ոստիկան, Իրազեկման հայտարարություն, թե որ երթևեկությունը անգամ այնքան պարզաբանեցի, որ օրենքից ելնելով մենք կարող ենք չի տալիս հարցազրույց, ինձ հետ շփվեք։ Պարզաբանեցի։ Այս հայտարարության մեջ չկա լրացուցիչ իրազեկում, որ գիտեք բանա փոխել։